Բարև ձեզ, մենք շարունակում ենք Սուրբ Էջմիածնի մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ զրույցները։ Տեր հայր, շնորհակալ եմ այս անգամ եւս այս հանդիպման համար եւս ժամանակ գտնելու համար։ Սիրով։ Մեր այսօրվա զրույցի թեման լինելու է արտագաղթը։ Արտագաղթ եւ պատմական եւ ներկա շրջանում վերջին տասնամյակների ընթացքում եւ հայ եկեղեցու պատասխանատվությունը դերը Սփյուռքում հայության հայապահպանման գործի մեջ։ Սկսենք այդտեղից։ Կանք պատմական շրջանից, պատմական Սփյուռքի ձևավորման պատմական շրջանից եւ հասնենք մեր օրեր։ Հայ ժողովրդի պատմության վայրիվերումների պատճառով մենք բազմաթիվ երկրներում մեր պատմության ընթացքում ունեցել են գաղթօջախներ։ Գաղթօջախներ Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Լիբանանում, Սիրիայում, եվրոպական երկրներում, հյուսիսային հարավային Ամերիկաներում։ Արտագաղթը հայ ժողովրդի եւ հայոց եկեղեցու համար եւ կորուստ է եւ ներուժ։ Այսպես ասենք, ազգային ներուժ։ Ներուժ որպես դες ստիպված արդեն պիտի ինչ-որ դա որպես այլևս հետևանք, այսինքն փաստ, որը պետք է օգտներ քաղել։ Երբ պատմական ժամանակաշրջանին անդրադարձ են կատարում, մենք տեսնում ենք, որ հիշատակություններ կան, որ անի կործանումից հետո, անի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո բավականին տեղաշարժ եղավ եւ հայությունը ինչ որ մի շրջան, ինչ որ մի հատված դուրս եկավ հայրենիքից եւ բնակություն հաստատեց, այսպես հավաքական իմաստով, այլ երկրներում։ Հիմնականում Բալկաններ, Ռուսաստանի հարավ, Ղրիմ։ Մենք տեսնում ենք, որ սկսվեց ձևավորվել հայկական գաղթօջախները եւ այդ գործընթացը շարունակվեց գրեթե մի քանի հարյուրամյակ անընդմեջ, որովհետեւ համաշխարհային պատմությունը եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, սելջուկ թուրքեր, մոնղոլ թաթարներ, ակկոյուններ, թուրք-իրանական պատերազմներ, ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներ անընդհատ իրենց հետևից թողնում էին հետևանքներ հայ ժողովրդի եւ Հայաստանի վրա եւ դրանց հարվածներից մեկն էլ գաղթն էր։ Հատկապես հիշատակելի է Շահ Աբասի բռնագաղթը, որ ամբողջ Արարատյան դաշտը, այսպես կարող ենք ասել, դատարկվեց եւ տեղափոխվեց հարևան երկիր։ Անշուշտ այս գաղթերը ունենում են իրենց օբյեկտիվ պատճառները։ Երբեմն դրանք այդ թեմային անդրադառնալիս շատ հաճախ ձայներ կլսես, կամ նաեւ այսպիսի տեսակետներ, որ անկախ ամենից ժողովրդի մեջ կա այդպես դուրս գալու, երկրից դուրս գալու մղում միշտ կա եւ բանը որպես կռվան բերվում է օրինակը, որ մինչեւ Համիդյան ջարդերը նույնիսկ արդեն մեծ այդպես բաներ կային Արևմտյան Հայաստանից գաղթած, ընդհանրենք Բոստոնում 20,000-անոց արդեն հայկական գաղթօջախ կար եւ այսինքն դա միայն ցեղասպանության հետևանք չէր, բայց պիտի խոստովանենք, որ լավորից չէր, եթե չկար ցեղասպանություն, եթե չկար Համիդյան ջարդեր, չի նշանակում թե ժողովուրդը ապրում էր նորմալ կյանքով։ Թույլ տվեք ասել, որ իսկապես պատմական ժամանակաշրջանում, մինչև 19-րդ դար, մինչև 20-րդ դարի եղեռնագործությունները, ցեղասպանությունները, արդեն մենք ունենք բավականին այսպես հարուստ եւ ազդեցիկ գաղթօջախներ։ Աշխարհի գրեթե մի շարք կարևոր երկրներում դրանք շատ կարևոր էին Հայաստանի արևելյան եւ արևմտյան մասի հետ, նրանց կյանքը այսպես որպես օժանդակողի նյութական իմաստով կլներ, մշակութային իմաստով կլներ, մասնակցություն բերելու առումով, նաեւ դրանք շատ կարևոր էին տվյալ երկրներում, հայկական համայնքները լուրջ դերակատարումներ ունեին այն երկրներում կամ այն քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ կային հոծ հայություն, այդտեղ հայությունը արագ ինքնակազմակերպվում էր, իսկ հայության ինքնակազմակերպման ամենակարևոր բաղադրիչներից երկուսը, որոնք առ այսօր իրենց արդիականությունը պահպանել են, մեկը եկեղեցին է, մյուսը դպրոցը։ Յուրաքանչյուր հայկական համայնք ինչ որ ասեք կարող է չունենալ,
բայց առաջնահերթ նրանց նպատակը դպրոց եւ եկեղեցի կառուցելն է։ Այսպիսի մի խորհրդանշական դեպք էլ ունենք, երբ Գևորգ 4-րդ կաթողիկոսը ճամփորդում է ցարական Ռուսաստանի տարածքում, ըստ տեղեկությունների, երբ նա Աստրախան է մտնում, Աստրախանի հայությունը նրան դիմավորում է եւ խնդրում է նոր կառուցված եկեղեցին օծել։ Գևորգ կաթողիկոսը ասում է դուք դպրոց ունեք, պատասխանը լինում է բացասական։ Նա, քանի որ պիտի ճամփորդեր եւ վերադառնար նույն քաղաքով, ասում է եկեղեցին չեմ օծելու, այնքան ժամանակ մինչեւ դպրոցը կառուցեք։ Եթե վերադարձին դպրոցը կառուցված կլինի, եկեղեցին նույնպես կօծենք։ Եվ վերադարձին դպրոցը կառուցված է լինում, եւ Գևորգ կաթողիկոսը եւ եկեղեցին է օրնում օծում եւ դպրոցը, որովհետեւ գիտակցում է դպրոցի դերը, իսկ նա կրթական գործի մեծ ծրավեր էր։ Բայց մեր թեմայից չշեղվելով, սա ուղղակի ասելու համար, որ գաղթօջախները այսօր էլ հայկական սփյուռքում ամենակարևոր բաղադրիչը, որ կապում է մեր պատմությանը ու մեր բուն հայրենիքին, դա եկեղեցին ու դպրոցն է։ Միջնադարում էլ էր այդպես։ Ուր որ գնում էին, առաջին բանը, որ ստեղծում էին, դրանք եկեղեցիների հիմնումներ, կից մշակութային տները եւ դպրոցները։ Դրա պատճառով է, որ մենք այդ գաղթօջախների գոյության պատճառով է, որ մենք ունենում ենք հարուստ մշակութային կյանք, հատկապես գաղթօջախներում եւ ոչ հայրենիքի, բուն հայրենիքի տարածքում։ Սակայն ասել, որ մարդիկ իրենց ցանկությամբ էին հեռանում հայրենիքից, այդպես չէ, ինչպես նշեցինք, հալածանքները, պատերազմները, սովը եւ տարբեր ճգնաժամեր ու արհավիրքներ մարդկանց ստիպում էին ուղղակի բառի ուղիղ իմաստով լքելու հայրենիքը։ Եվ ինչպես նշեցինք, Շահ Աբասի բռնագաղթը, որը բավական մեծ հարված հասցրեց Արարատյան դաշտի հայաթափմանը, շատ բացասական ազդեց հայության ժողովրդագրական պատկերի վրա։ Ճիշտ է, կարոտը հայրենիքի, հատկապես Սուրբ Էջմիածնի նկատմամբ այնքան մեծ էր, որ նույնիսկ Շահ Աբասի բռնագաղթի հետևանքով շատ հայեր փախնում եւ վերադառնում են հայրենիք։ Նա ստիպված էր այնպես սիրաշահել տեղի հայերին կամ այնպիսի խիստ օրենքներ սահմանել, որ հայությունը մնար Իրանում, չփախներ։ Նույնիսկ բան կա, չէ, որ տենց ինչ-որ միտք են հղացել քանդել։ Եվ իսկապես նա միտք էր հղացել, որովհետեւ մի փախչող հայի երբ բռնում են, երբ որ սպանից փախնում է, որ գա Հայաստան, բռնում են, ասում են, ի՞նչն է պակաս, որտեվ իսկապես Շահ Աբասը հայերին արտոնյալ կարգավիճակ էր տվել։ Ամենախիստ պատիժներն են սահմանված այն իրանցիներին, որոնք կհանդգնեին հայերի նկատմամբ կամ հայերի ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն իրականացնել։ Բայց կարոտը, ինչպես ասում են, իր գործն անում էր։ Եվ հերթական հայ, երբ փորձում է փախչել, բռնում բերում Շահ Աբասի մոտ ներկայացնում է եւ նա ասում է պատճառը որն է, ամեն բան ձեր համար ստեղծված է պայման։ Նա ասում է Էջմիածնի տաճարի նկատմամբ սերը եւ կարոտը։ Շահ Աբասի մոտ միտք է եղանում, որ քանդենք տաճարը եւ բերենք հավաքենք այսպես նույնությամբ կառուցենք այստեղ Իրանը, որպեսզի իրանահայությունը չփախչի, որովհետեւ իրանահայությունը Իրանի բոլոր խոպան հողերը մշակում էին, մշակութային կյանքը զարգացնում էին, օգտակար արհեստները, ժողովուրդ էին իրենց համար։ Բայց բարեբախտաբար հայ խոջաներին հաջողվում է շահին համոզել, որ հետ կանգնի այդ կործանարար ծրագրից, բայց ոչ շահին, ոչ խոջաներին, այսպես ասենք, տաճարը չի քանդվում, բայց Առաքել Դավժեցին նշում է շատ հստակ, թե տաճարի որտեղից 16 քար հանեցին եւ տեղափոխեցին իրան, որպեսզի հայությունը իր կարոտը առնի Սուրբ Էջմիածնից։ Այսօր էլ այդ քարերը, այսպես ասած, մատնացույց են արվում, թե դրանք տաճարի քարերն են։ Այնպես որ սերը հայրենիքի եւ կարոտը հայրենիքի նկատմամբ միշտ ունեցել են, բայց տարբեր հանգամանքներից ելնելով ժողովուրդը գնացել է եւ հաստատվել օտարափերում։ Եկեղեցին լինելով իր զավակների համար որպես մայր, ինչպես 5-րդ դարում գեղեցիկ կերպով ասում են, մենք մեզ հայր ենք ճանաչում ավետարանը, իսկ մայր Սուրբ Եկեղեցին,
եկեղեցին այդ գիտակցման որպես մայր իր զավակների համար խնամք եւ հոգ է տարել հայության նկատմամբ թե հայրենիքի մեջ եւ թե այսպես հայրենիքից դուրս հաստատված հայության նկատմամբ փորձել կազմակերպել նրանց առօրյան, փորձել կազմակերպել նրանց մշակութային եւ հոգեվոր կյանքը, ազգային կյանքը եւ իսկապես կարող ենք ասել, որ եկեղեցուն հաջողվել է, որովհետեւ արդեն 19-րդ դարին կամ միջև կոտորածները, միջև ցեղասպանությունը մենք ունեինք արդեն բավականին այսպես լուրջ կազմակերպված ազգային ու եկեղեցական կյանքով հայտնի գաղութներ, որոնք կայուն էին իրենց հայկական կյանքով, նաև կայուն էին իրենց ֆինանսական, տնտեսական կյանքով եւ դրանք բավականին այսպես փակ գաղութներ էին, որտեղ չկային այնպիսի մարտահրավերներ կամ երևույթներ, որոնք այսօր առկա են եւ որպես մարտահրավեր կանգնած են այսօրվա սփյուռք հայության առջև միջնադարում մենք այսօրվան կգանք Տեր հայր տեսեք եթե նույնիսկ եկեղեցին իր արածից հարապատիկ անգամ ավելին անի հայապահպանության համար դրսում մենք պիտի խոստովանենք որ դա հավերժորեն չի կարող շարունակվել եւ փորձը ցույց է տալիս որ 2-3 սերունդ հետո արդեն ուծացումը անխուսափելի է ձուլումը այդ երկրի հասարակության մեջ անխուսափելի է եւ օրինակ այսպես ասեմ էլի քիչ առաջ դուք հիշատակեցիք անից դուրս եկած այդ հայության հսկայական զանգվածը որ հաստատվեց Բալկաններում ասենք Հունգարիա, Լեհաստան, Ռուսաստանի հարավում, այդպես հիմնեցին, չգիտեմ, քաղաքներ, Ղրիմում հաստատվեցին, բայց դրանց հետքը չմնաց անգամ, հատկապես Բալկաններում չմնացին հայ նրանք եւ պարզապես ձուլվեցին ու գնացին, այդպես ասենք կարող է մի հատ հայտնի, շատ հայտնի լեհ կինոռեժիսոր Եժի Կավալևերոչով հիշենք, որ ժամանակին այդտեղ ինքը հայ էր եւ ծագումով հայ էր եւ փաստորեն այսքան հայություն ա եղել այդտեղ։ Ես ուզում եմ ասել ինքնությունը մեկընդմիշտ, մեկ անգամ եւ մեկընդմիշտ տրված բան չի եւ փոփոխության է ենթարկվում, ինչպես հայրենիքում նաեւ որում ինչպես կարողանալ պահպանել, ինչ ասել է ինքնություն եւ ինչպես է այն ձևափոխվում, ձևակերպվում այս օրերին, մեր օրերում։ Ասեմ, որ միջնադարում այդ հարցը կարծես թե լուծված էր։ Հայկական անաղարտ հայ եկեղեցու դավանանքը նաեւ ինքնության հավասարեցված գործոն էր։ Եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ էր, իր համար գրեթե անհնարին էր կորցնելու սեփական ինքնություն հայկական։ Երբ այդ դավանանքը փոխվում էր, վտանգը մեծանում էր կորցնելու հայկական ինքնությունը։ Օրինակ խոսեցինք Լեհահայոց համայնքի մասին, Գաղթօջախի մասին, Լեհահայոց Գաղթօջախը մեր նշանավոր գաղթօջախներից էր եւ 17-րդ դարի կեսերին, ապա վերջերին տեղի ունեցած ներեկեղեցական պառակտումների կամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ հավատի տարածման հանձնաժողովի այսպես հետևողական ջանքերի շնորհիվ Լեհահայոց համայնքը որպես այդպիսին գաղթօջախ կտրեց կապը Սուրբ Էջմիածնի հետ եւ համայնքը աստիճանաբար ընդունելով կաթոլիկություն եւ պատմության մեջ եկավ մի հանգրվան, որ նրանք այլևս չունեին հայկական ինքնություն։ Բարեբախտաբար այսօր նույն տարածքում, նույն երկրում Սուրբ Էջմիածինը ունի հովվություն եւ փորձ է արվում կրկին վերազարթոնք ապրեցնել այդ հայկական համայնքը, հիշեցնել այն փառահեղ պատմությունը, որ ունեցել է Լեհահայոց Գաղթօջախը, սակայն առայժմ հովվության կարգավիճակով իսկ 17-րդ դարում այդ համայնքը շատ ազդու մշակութային ազգային կյանքով հայտնի գաղթօջախ էր, որը կորցրեց սեփական ինքնությունը, երբ կորցրեց հայկական հայ առաքելական եկեղեցու դավանանքը։ Սակայն միայն դավանանքով պայմանավորել ինքնության կորուստը այդքան էլ արդարացի չէ պատմության առջև, որովհետև մենք գիտենք Մխիթարյան միաբանությանը, որը 18-րդ դարի սկզբի այսպես երևույթ էր, եւ մենք գիտենք, որ Մխիթարյան հայրերը որքան իմաստուն կերպով են կարողացել պահպանել իրենց ընդունած
կաթոլիկ հավատքը համադրելով հայկական ինքնության հետ, այսինքն Մխիթար Աբահոր հայտնի խոսքը, ոչ դավանանքս կձոնեմ ազգությանս, ոչ ազգությունս կձոնեմ դավանանքիս, չափազանց լավ համադրելի կերպով առ այսօր պահպանվում է։ Սակայն, ինչպես նշեցի, դավանափոխությունը դուռ է բացում ինքնության կորստի։ Արագացնում է, հաջորդը դավանանք, լեզու բնականաբար, լեզվի կորուստը նույնպես, որոշ, ասենք մի սերունդ հետո լեզուն կորստությունից հետո դեռևս կարող է մարդը խոսել այլ լեզվով, բայց իրեն հայ համարել եւ հայ զգալ։ Բայց դժվար թե արդեն երրորդ սերունդը, որը արդեն ոչ մի բառ, ինքը նաեւ ոչ միայն չի խոսում, այլև չի լսում իր ծնողներից, մեծերից, հայերեն խոսք ու բառ ու բան, նա արդեն կորցնում է նաեւ հոգեվոր ոչ միայն դավանական կապը, այլ նաեւ լեզվական կապը եւ կարծես թե այդտեղ վերջանում է նրա հայ լինելը։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված են, դուք ճիշտ նշեցիք, լեզուն շատ կարևոր է, բայց լեզվի չիմացությունը բխում է դավանանքի փոփոխությունից, երբ դու հայ առաքելական եկեղեցու դավանանքի փոփոխություն ես ապրում, դու նաև ստիպված ես հետևելու այն եկեղեցու դավանանքին, ծիսապաշտամունքային կյանքին, ընթերցել այն գրականությունը, որ հրամցվում է քեզ։ Իսկ դա հիմնականում հայերենով չի, այլևս կորում է հայերենով կարդալու, լսելու, խոսելու անհրաժեշտությունը։ Եվ այդ երևույթը այսօր շատ ահագնացած է հայկական սփյուռք հայության շրջանում, բայց դա նոր երևույթ չի։ Մենք 19-րդ դարում գրատպության պատմության մեջ ունենք մի երևույթ, որ հայերեն տառերով, բայց օտար լեզվով գրքեր էին տպվում։ Օրինակ շատ հայտնի են հայատար թուրքերեն գրքերը, այսինքն հայեր, որոնք հայերեն տառերով, բայց թուրքերեն լեզվով գրքեր էին, նույնիսկ Աստվածաշունչ էր տպագրվում հայ իրականության մեջ, հայերի կողմից հայատար թուրքերենով։ Այս իմաստով լեզուն, այո, եւս մի գործիք է, որ պիտի դրա միջոցով փորձել պահպանել ինքնությունը։ Երբ այն կորցնում ենք, մենք ավելի ենք մոտենում ինքնության կորստին։ Դեր հայր, երևի թե անկախությունից հետո շատ թվով, թվականակով շատ ավելի մեծ քանակությամբ հայեր դուրս եկան երկրից, գնացին կամավոր ի տարբերություն, ասենք, քան թե Շահաբասը տարել էր Արարատյան դաշտից, այդպես չի, մոտավոր թվերն ասում են 1.200.000, 1.5 մարդ դուրս եկավ այս ողջ ընթացքում, մեր անկախություն ձեռք բերելուց հետո եւ ցավալի որ շարունակվում է նաեւ այսօր։ Դրանց մեջ ես ժամանակին ուսումնասիրել եմ դրա հոգեբանական պատճառները, դրա ինչ ասեմ, սոցիալական, տնտեսական, իրավական, պատմական հիշողության, չճանաչված ցեղասպանություն, Ղարաբաղի չլուծված հարց, այդ ամեն ինչը բերում էր մի հատ անվտանգության պակասի, զգացողության պակասի եւ մարդիկ փորձում էին ավելի ապահով երկրներ եւ տնտեսապես եւ չգիտեմ, ամեն ինչով ավելի ապահով երկրներում հայտնվել եւ իրենց կյանքը այդտեղ շարունակել։ Բայց մենք խոսենք վերադարձի մասին, որը նույնպես շատ ծեծված թեմա է, շատ է խոսել այդ մասին, որոնք են վերադարձի խոչընդոտները, դրանք հոգեբանական են, դրանք տնտեսական են, դրանք քաղաքական են, ինչ խոչընդոտներ կան, որպեսզի հայության մի հատված, որը այդպես վերջնականապես չի կորցրել իր ինքնությունը, վերադառնա հայրենիք։ Հենց այս պահին վերադարձի, այսինքն ֆիզիկական երևույթի մասին խոսելը կարծում եմ իրատեսական չէ։ Մի շարք խոչընդոտներ կան, որ նպաստում են այդ վերադարձի տեղի չունենալուն։ Օրինակ, կարևորագույն բաղադրիչներից կամ երևույթներից մեկը, որ կարծես թե բացակայում է միասնականության, այսպես գաղափարախոսությունը։ Սրան կարող ենք գումարել, որ նաև ապրելու վարք ու բարքը, որովհետև սփյուռքահայը այլ երկրներում լրիվ այլ վարք ու բարք ունի։ Ընդ որում այստեղ երկրներում էլ կարող են տարբեր լինել։ Հիմա ենթադրենք, թե Մերձավոր Արևելքում տարբեր է, քան Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում եւ հարմարվում են տեղի, վարք ու բարքին ձեր ասած եւ կենցաղի։ Ինչպես խոսեցինք լեզուն, արևելահայերենի եւ արևմտահայերենի դժվարությունները, սակայն չենք բացառում, ասենք, մոտ կամ հեռու ապագայում այդ վերադարձի ունենալու հնարավորությունը, որովհետև իսկապես կան համազգային բնույթի
երևույթներ կամ հարցեր ու խնդիրներ, որոնք միավորում են ամբողջ հայությանը, այսինքն Արևմտյան Հայաստանի վերադարձի հարց, այսինքն ցեղասպանության պահանջատիրությունն է միավորում եւ Հայաստանի հայությանը եւ Սփյուռք հայությանը, Արցախի հարցը, նմանատիպ համազգային բնույթի հարցերը կարող են միավորիչ դեր ստանձնել, ստեղծել հնարավորություն, այսինքն Հայաստանի Հանրապետության պետականության պահպանությունը տարբեր ճգնաժամերում, հատկապես պատերազմական տարիներին, դա կլինի 90-ական կամ 2016 թվականի քառորյան, 20 թվականի 44-օրյա պատերազմը, մենք տեսնում ենք, որ համազգային ճգնաժամերի դեպքում Հայաստանի եւ Սփյուռքահայության միջև տեղի ունենում միավորում եւ բառացիորեն շատերը վերադառնում են պաշտպանելու Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Կան համազգային երևույթներ, որոնք միավորում են, բայց նաև կան խոչընդոտողները, բացակա երևույթները, այնպիսի իրադարձություններ կամ երևույթներ, որոնք խորթ են Սփյուռքահայությանը, բայց այստեղ մեր համար սովորական են, օրինակ հայ մնալու համար դրսում, ինչպես նշեցինք, դպրոցը, եկեղեցին եւ հիշողության պահպանումը շատ կարեւոր է։ Մենք այսօր այստեղ դա չենք զգում, մեզ այլ մարտահրավերներ են ուղղված, ասենք գլոբալիզացիան, խառնամուսնություններ, որը նաեւ մարտահրավեր է եւ այստեղ եւ Սփյուռքահայությանը։ Մի շարք հարցեր նաեւ խանգարում են մեզ հայրենիքում, բայց մենք այն հայ մնալու ինքնությունը կորցնելու ավելի քիչ վտանգի մեջ ենք ապրում, քան Սփյուռքահայությունը։ Այնուամենայնիվ մեզ համար էլ կա խնդիր, ինչպես նշեցի, գլոբալիզացիան սպառնում է եւ Սփյուռքահայությանը։ Սպիտակ ջարդի ենթակա ենք մենք եւ Հայաստանում եւ Սփյուռքահայությանը տարբեր երկրներում։ Այս իմաստով կան մեզ միավորող եւ մեզ խանգարող հանգամանքներ։ Եվ դրա պատճառով օրինակ ես այս պահին անիրատեսական եմ համարում վերադարձը, բայց 80-ամյակն է, հա, ինչպես ասում, միավորվել տարբեր գաղափարների շուրջ համազգային, դա հիմա դրանով կավարտենք Տեր հայր, այդ նույն վերջին հարցը կլինի, որ ձեզ կտամ, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դուք նշեցիք, որ վտանգի պահին, հա, միավորում են եւ շատերը եկան, այստեղ 44-օրյա պատերազմ։ Ես կարծում եմ, որ շատ քիչ եկան, շատ քիչ։ Այսպես ասենք, էլի գիտենք, որ երկու անգամ դրսում ավելի են, գոնե ավելի քիչ եկան, քան հայրենիքում ժողովուրդը ակնկալում էր տեսնել իր կողքին նաև Սփյուռքահային։ Դա եղավ նաև առաջի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, որ մի փոքր ավելի շատ եկան, քան 44-օրյային, բայց նույնիսկ այդ դեպքում չեն կարող ասել, որ Սփյուռքը, հա, այդպես մասնակցեց պատերազմին։ Սա անհատների ու որոշ փոքրիկ խմբերի շրջանակում եղավ, քաղաքական կուսակցություններից դաշնակցությունը փորձեց բերել, հա, Մոնթե Մելքոնյանն եկավ իր մարտական մի քանի ընկերների հետ եւ վերջ, այդպես որպես երևույթ, հա, զանգվածային այդպիսի բան տեղի չունեցավ, իսկ մեր ժողովուրդը այդպես ավելի մեծ ակնկալիք ուներ եւ դա վտանգ է առաջացնում, հա, երբ որ քո սպասելիքները եւ քո ակնկալիքները շատ ավելի մեծ են, դու հանկարծ տեսնում ես, որ չէ, դու այդ իմաստով էլ մնացիր միայնակ եւ օգրողներ չունես։ Այդ իմաստով պետք չի շատ մեծ բաներ պայպայել, հույսեր պայպայել, բայց մենք խոսենք, որ լավ չեն վերադառնում, մեծ ներգաղթ չեն կարող կազմակերպել, բնական է այսօր, բայց խոսենք, ասենք ընդհանուր հայության օրակարգի ձևավորման համար Սփյուռքում կլինի թե հայրենիքում, ես հասկանում եմ, որ այս հարցը այսօր շատ անտեղի կարող է հնչել այս պայմաններում, երբ որ Սփյուռքի իսկական զանգվածներ օտարված են հայրենի, հատուկ ինչ որ քաղաքականություն է վարվում, չարվում, որպեսզի Սփյուռքը մնա ձեռնպահ Հայաստանում կատարվող իրադարձությունների նկատմամբ, բայց կարող ենք, ինչպես ասենք, ինչ ասեմ, մեր ճակատագրին արժանացած մեկ այլ ժողովուրդ կարողացել է համախմբել, հա, իր այսպես ազգային գերխնդիրները ձևակերպել եւ Իսրայելում կլինի անուտանք, հա, թե ամբողջ աշխարհում կլինի ունենալ մի քանի, այսպես ասած, համազգային ձևակերպված նպատակներ, որոնց ամեն մեկը իր չափով ծառայում է։ Մենք կարող ենք այդպիսի նպատակներ ձևակերպել Սփյուռքի եւ հայրենիքի համար միասնական։ Ես կարծում եմ այդպիսի արդեն համազգային, ինչպես խոսեցինք քիչ առաջ, մի շարք հիմնախնդիրներ գոյաբանական մեր համար շատ կարևոր արդեն իսկ կան։
ցեղասպանության հիմնահարցը, արդար պահանջատիրությունը եւ արցախյան հիմնախնդիրը վերաբերում են յուրաքանչյուր հայի անխտիր, դրանք կապրեն Հայաստանում թե հայրենիքից դուրս։ Լեզվի հիմնախնդիրը հայոց պատմության պահպանումը եւ տարածումը եւ փոխանցումը հաջորդ սերունդերին, դրանք այն երևույթներն են, որոնք միավորիչ դեր կարող են ունենալ։ Հավատքը, իդեմս եկեղեցու, հավատքը, լեզուն, հայկական մշակույթը եւ մեր ազգային պահանջատիրությունը հայոց ցեղասպանության եւ արցախյան հիմնախնդրի շուրջ։ Սրանք եւ կարող ենք անշուշտ այս շարքը ավելացնել, բայց սրանք այն հիմնական գաղափարներն են, երևույթներն են, որոնք հետապնդելի են եւ ամենօրյա ուշադրության կենտրոնում են հայության եւ պետք է լինեն, այսինքն եկեղեցու համար սրանք ամենօրյա առօրյա թեմաներ են, եկեղեցու գործունեությունը կարծես թե հյուսվում է այս ամենի շուրջ։ Գոնե վերջին 100-ամյակում այդպես է եղել, վստահ եմ մինչև լրումին չհասնի այս ամենի կատարումը, այդպես էլ պիտի շարունակվի։ Բայց այս հիմնախնդիրները պիտի դառնան պետական քաղաքականության ամենօրյա հետապնդման հարցեր, այսինքն յուրաքանչյուր իշխանություն Հայաստանում կամ կառավարություն պետք է այս քաղաքականությունը դարձնի պետական քաղաքականություն, որպեսզի Սփյուռքը օտարված չլինի, որպեսզի Սփյուռքը համազգային հարցերում իր որոշիչ ձայն ունենա, որովհետև ի վերջո մենք նշեցինք, եթե 2025 թվականի տվյալներով Հայաստանում ապրում է 3 կամ 3.1 միլիոն հայ, ապա 12 միլիոն հաշվող հայության որերորդ տոկոսն է կամ որերորդ մասն է կազմում, այսինքն Սփյուռքը հայությունը այսպես թե այնպես պետք է մասնակցի մեր անկախ պետականության պահպանման եւ առողջ պահպանման գործընթացներին եւ պետությունն էլ պիտի հնարավորություն ստեղծի Սփյուռքը հայությանը, որպեսզի այն ինչ որ համարվում է մեզ համար կորուստ, Սփյուռքը հայությունը որպես այդպեսին հայրենիքից գնացած մեր հայրենակիցներն են, որոնք լավ կլիներ, որ հայրենիքում լինեն, բայց ունենք այն, ինչ որ ունենք։ Այդ կորուստը փոխակերպվի ներուժի եւ մեր պետությունը կարողանա օգտվել այն ներուժից, որ ամեն ժողովրդի չէ, որ եկեք ասենք, ընձեռված է այդ հնարավորությունը, որովհետեւ այսօր հայկական համայնքները տարբեր գերտերություններում կարող են ձայն բարձրացնել եւ կարող են օգնել այստեղ Հայաստանին կարող են օգնել պետության իշխանություններին լեզվի պահպանման հարցում, նույն փոխադարձ օգնությունը դասագրքերի մատակարարում կլինի, մասնագետներով համալրել կլինի, կարող է պետությունը կազմակերպել Սփյուռքը հայության մեջ, այսինքն հայրենիք եւ Սփյուռք պետք է սերտ համագործակցության մեջ լինեն, որովհետեւ այսօր սպիտակ ջարդը սպառնում է եւ հայրենիքում ապրող հային մի ուրիշ ձևով եւ սպառնում է ավելիով Սփյուռքը հայությանը մեկ ուրիշ ձևով։ Նրանք ամեն օր լեզվի, խառնամուսնության, մի շարք այլ խնդիրների առջև են կանգնած, մենք էլ կանգնած ենք գլոբալիզացիայի եւ նմանատիպ մի շարք խնդիրների առջև, իսկ արտագաղթը այնուամենայնիվ շարունակվում է 80-ականներից 1988-ից սկսած երկրաշարժ, Արցախյան պատերազմ, տնտեսական սոցիալական ճգնաժամ, բարոյականության անկում, սրանք բոլորը ստիպեցին եւ մոտավորապես 1990-ականներին նշված թվականից մինչեւ 90-ականներ հաշվում շուրջ 800,000-ից 1 միլիոն հայ, որ արտագաղթեց խորհրդային շրջանում հսկվում էր դա, թեև ներքին արտագաղթեր, այսինքն Հայաստանից գնում են Ռուսաստան, Ուկրաինա կամ մեկ այլ երկրներ։ Իսկ 2000-ականներից հետո արդեն արտագաղթը նույն տեմպերով կամ նույն արագությամբ տեղի չէր ունենում, սակայն 16 թվականի, 20 թվականի պատերազմները, Արցախյան դեպքերը կրկին այսպես ակտիվացրեցին արտագաղթը։ Եվ մենք բոլորս հասարակության մեջ դեր ունեցող կառույցները, տվյալ դեպքում եկեղեցին,
պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի պետությունը նույնպես իր լծակներով, գործիքներով կյանք այնպեսին դարձնել Հայաստանում, որ ինչպես դուք նշեցիք, մարդու մոտ բնական պահանջ չառաջանա լքելու իր հայրենիքը զուտ, լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու համար։ Այդ պայմանները պետք է ստեղծել այստեղ։ Իսկ եկեղեցու դերը այդ լավ պայմաններով երկրի մեջ բարոյական, այսպես մարդու բարոյական հոգևոր կյանքը զարգացնել, այսպես հոգևոր սնունդ մատակարարելու մեջ պիտի լինի։ Եվ նույնը պիտի կարողանանք անել սփյուռքահայության մեջ եւ ի վերջո հուսանք, որ մի ինչ որ երանելի օր սփյուռքահայության ինչ որ հատված, այսպես ինչպես ժամանակին այսպես հոծ բազմությունով գնացել են, այդպես պիտի վերադառնան իրենց հայրենիք։ Շնորհակալ եմ Տեր հայր, մեր տրված ժամանակը սպառվեց, իսկ մենք շարունակենք տաղավարում շարքում քննարկել հայ եկեղեցու եւ հայ մշակույթի, հայ պատմության առնչությունների տարբեր թեմաներ։